Դե գրվում է, չէ, ինչից ինչքան եկավ, ասենք կիլոյա քաշը, արժեքա, սա գրվում է։ Ապրանք եկավ, ռաստամոշկելով, եկավ հասավ ծրվավ երկրի մեջ տոնավաճառներով տարածվավ։ Հիմա իրանք ընկել են ասում են գույքագրի ինչ ունի։ Դա արդեն սահմանը անցնելուց արդեն դա իրան գույքագրվել է, իմացել են այդ ապրանքից ինչքան է։ Հիմա ինչ կարիք կա այդ ապրանքը ես նորից գույքագրեմ։ Գույքագրի, որ խոսքի հիմնավորես, որ կանաս 1%-ով։ Սահմանի վրա այդ ռաստամոշկանից 1% ավել արեք ռաստամոշկեն, էլ արդեն տոնավաճառ աշխատողներին, առևտրականներին մի խեղդեք այդ դրանով։ Ասենք ամեն ինչը իրանք շրջանցը կամ խոսքի մարդկանց ինչ է, ոնց որ ձեռ առնեն, էլի ժողովրդին։ Հիմա այնքան են ձգձգում հարցը կոնկրետ հարցը տալիս ես, իրանք այդ հարցի պատասխան այնքան չեն տալի, որ ռոմեն խոսել որ բանը էլի կներեք բան մտքերս փախավ զանգեցին։ Դուք օրինակ ինչ-որ վնասներ կրել եք այսքան ժամանակվա ընթացքում, քանի որ շատերը նշում էին տնտեսվարողներից, որ օրինակ ինչ-որ գումարի վնաս են կրել։ Գումարի վնասը որն է, ցավ տամ, այս կոնկրետ այս տարին ինչ սկսել է, ասենք առևտուրը այնքանով է վատացել, դա դե գումարի վնաս է գալել, ասենք արդեն տնից գումար բերելով, ոսկի տեղի փող տալով կամ եսիմ Որքան եք վճարում տեղի համար։ 130,000։ Նույնի շուկայում։ Գնում տոնավ, ասենք ընդ քառակուսիով է, էլի, ասենք տարբեր մարդկանց մոտ տարբեր է, դա ֆիքսված արժեք չէ, էլի, ասենք քառակուսին արժեք ունի, այտենց Առևտուրը ահա որ ձևի վատացել է, ասենք քանի որ երկիրը մտե, ասենք Viber-ից Ozon թեմու այդ հարթակները մտել է, այսօր բոլոր առևտրականների գործին չկա տենց մեկը որ ասի իր գործին էդի չի խփել, լավ հասկանում ինչ որ բան, բայց դե կարա լինի մեծացախ, մանրացախն ու ընդեղի մեծացախ նույն գնի տակ, ասենք վատացել է առևտուրը, էլի։ Մասնակցել եք ստորագրահավաքին։ Սպասելիքներ ունեք։ Սպասելիք ճիշտ որ ասեմ, ցավը տանեմ, սպասելիք հենց ամենադեմից պետք է լինի, որ իրանք մեր հարցին լուծում տան։ Իրանք մի հատ խնդիր են դրել, որ այդ խնդրի լուծումը իրանք էլ չգիտեն։ Իրանք իրանց խնդրի լուծումը չգիտեն, մենք որտուց իմանանք, գազ ինչքան կարան գնան, իրանք պետք է ասենք եթե ժողովուրդը հավաքվում է, ուրեմն խնդիր կա, չէ՞ որ այս ժողովուրդը անիմաց չի գալիս դե։ Քիչ են փորձում կամ սրանից մի քանի ամիս առաջ մարդ էին իջցնում, յանի ֆինանսների եսիմ ինչ նախարար էր գալիս էր 10 հոգանոց խումբ էր ասում մտեք բանակցենք, ժողովուրդը մտնում էին բանակցելու, ինչ հարց տալիս էր, ասում է ես իրավասու չեմ, ձեր հարցին պատասխան, եթե դու իրավասու չես, ինչ գործ ունես այդ պաշտոնին, կամ իջնում է ժողովրդի հետ, չէ, իմաստ չունի մոտենալու, եթե այդ մարդ ով որ մոտենա, իրավասու չի լինելու հարցին լուծում տալու, իր մոտենալը ինչ իմաստ ունի, կամ իր աշխատելը ում է պետք, անիմաստ գումար են իրանք աշխատում։